Մկրտիչ Մկրյան, Հայ հին գրականության պատմություն, Երևան, 1976, Երևանի համալսարանի հրատարակչություն, կարդում է Հովհաննես Սարգսյանը։ Երկու խոսք։ Հայ հին գրականության պատմությունը և նրա հետ կապված բազմաթիվ հարցեր ուսումնասիրել են մեծ թվով թե հայ, թե եվրոպացի գրականագետներ ու բանասերներ, և դա հասկանալի է։ Հայ հին գրականությունն ունի համաշխարհային արժեք ու նշանակություն։ Հունահռոմեական անտիկ շրջանի հռչակավոր պատմագիրներից հետո վաղ միջնադարում քրիստոնեական կրոնի տարածման հանգամանքներում 5-րդ դարի հայ գրականության ու մշակույթի խոշորագույն դեմքերը, մեր դասական պատմիչները, իրենց գործերի աշխարհիկ, քաղաքական էությամբ և գաղափարական բովանդակությամբ պատմագիտական մտքի ընդհանուր զարգացման մի նոր, բարձր փուլ ներկայացրին։ Իհարկե, հայ հին գրականության նորարարական հատկանիշները չէին սահմանափակվում նրա մի տեսակի շրջանակներում։ Հայ հին գրականության պատմության վերաբերյալ իրենց գործերով անցյալի առավել հայտնի դեմքերից են Գաթրճյանը, Նազարյանցը, Նալբանդյանը, Պալասանյանը, Մալխասյանը, Զարփանալյանը, Զամինյանը, Փափազյանը և բազմաթիվ բանասերներ, որոնք գրել են առանձին հարցերի մասին արժեքավոր հոդվածներ և ուսումնասիրություններ (Մկրտիչ Էմին, Գալուստ Տեր-Մկրտչյան և ուրիշներ)։ Գրականության պատմաբանների համար բնորոշ է, որ հայ հին գրականությունը ներկայացնում են ոչ թե իբրև գեղարվեստական գրականության պատմություն, թերևս բացառությամբ Միքայել Նալբանդյանի, այլ որպես ընդհանուր մատենագիտության պատմություն (Հովսեփ Գաթրճյան) կամ դպրության պատմություն (Գարեգին Զարփանալյան)։ Այսպիսով, ձգտելով ընդգրկել հնից մեզ հասած կամ հիշատակված ամեն տեսակի գործերի ու նրանց գրողների պատմությունը։ Եթե հին գրականության պատմության հեղինակների մի մասն էլ իրենց գործերը ուղղակի անվանում են գրականության պատմություն, միևնույն է, նրանք էլ նպատակ չեն դնում հին գրականության պատմության համար ընտրել այնպիսի մատենագրական փաստեր, որոնք բուն գեղարվեստական ստեղծագործություններ են և կամ օժտված են գեղարվեստականության հատկանիշներով։ Գրականության պատմության գիտականության տեսակետից ավելի անբավարար պատկեր են ներկայացնում գրականության պատմության պարբերացմանը վերաբերող մոտեցումները։ Վերը հիշատակված գրականության պատմաբանների մի մասը իրենց գործերում ընդգրկված հարուստ նյութը մատուցում են շատ պարզ ձևով, մեկ առ մեկ բաժանելով ըստ իրար հաջորդող դարերի, բոլորովին ուշադրության չառնելով գրականության պատմության ընթացքի և գրական երևույթների առաջացման ու զարգացման հաջորդականության հասարակական, քաղաքական պատճառականությունը։ Հանդիպում են նաև պարբերացման պարզապես տարօրինակ և անհեթեթ ելակետեր։ Այսպես, Գաթրճյանը թեպետ գտնում է, որ ազգի պատմությունը կամ յուրաքանչյուր ժամանակվան քաղաքական վիճակը կարծես թե իր մտավոր հիշատակարաններում վրա կնկարվի և ընդհանրապես ասանք ըլլալը մեկը տարակուսի տակ չկրնար ձգել, և ընդունում է, որ ամեն մի մատենագրություն ունենում է իր զարգացման և անկման շրջանները, բայց առաջարկում է այդ շրջանները կապել օտար լեզուներից, հատկապես հունարենից կատարված թարգմանությունների ու նրանց թողած ազդեցությունների հետ, իսկ հայ նոր գրական զարգացման երևույթները բացատրել կես-մը գաղիական, կես-մը գերմանական և մասամբ իմն անգլիական ազդեցությամբ։ Այս բոլորից տարբեր, գրականության պարբերացման համեմատաբար լուրջ ելակետերով է առաջնորդվել Վրդանես Փափազյանը։ Նա հետևում է հայ ժողովրդի քաղաքական կյանքի պատմությանը և գրականության պատմությունը շրջանների է բաժանում, նրանց հիմքում դնելով քաղաքական կյանքում տեղի ունեցած անցուդարձերի և ստեղծված նոր իրադրությունների պատմությունը։ Հայ հին գրականության գիտական պատմությունը ստեղծվեց սովետական տարիներին։ Այն ամենից առաջ կապված է ականավոր գիտնական, հայագետ Մանուկ Աբեղյանի գործունեության հետ։ 1923 թվականին ձեռագրի իրավունքով Երևանի պետական համալսարանի խմորատիպ հրատարակությամբ լույս է տեսնում Աբեղյանի «Համառոտություն հայ ժողովրդական վեպի և հին գրականության պատմության ուսանողության համար» գրված աշխատությունը։ Այս փոքրածավալ, ընդամենը 68 էջ, բայց զարմանալի խիտ ու հարուստ բովանդակություն ունեցող գործը նորություն էր բերում հայ հին գրականության պատմության և նյութի ընտրության ու պարբերացման հարցում։
Այդ աշխատությամբ Աբեղյանն առաջինն էր, որ հայ հին գրականության պատմությունը դիտում էր ոչ թե հին մատենագրության կամ դպրության պատմություն ընդհանրապես, այլ գեղարվեստական գրականության և գրական գեղարվեստական արժանինքներ ունեցող, թեկուզ գիտության բնագավառի, գործերի պատմություն։ Ինչ վերաբերում է գրականության պարբերացմանը, ապա նա, ելնելով գրական փաստերի բովանդակության իր ըմբռնումներից, մեր հին գրականության զարգացման ընթացքը բաժանում է երկու մեծ շրջանների։ Դրանցից առաջինը նա վերնագրել է եկեղեցական գրականություն, որում ընդգրկել է գրականությունը առաջացման սկզբից մինչև 10-րդ դարը, մինչև Գրիգոր Նարեկացին ներառյալ։ Երկրորդ շրջանը նա վերնագրել է գրականության աշխարհականացումը, որը ընդգրկում է գրականությունը 11-րդ դարից մինչև 18-րդ դարը ներառյալ։ 1944 թվականին լույս տեսած իր «Հայոց հին գրականության պատմություն» հիմնավոր և մեծածավալ աշխատության առաջին գրքում, այնուհետև 1946 թվականին հրատարակած երկրորդ գրքում Աբեղյանը ավելի զարգացնում ու որոշակի է դարձնում հին գրականության պատմության այդ պարբերացումը ու բացատրում դրա հիմունքները։ Նա այս անգամ գրականության պատմությունը բաժանում է երեք մեծ շրջանների, որոնք վերնագրում է. նախնական առասպելապատմական բանահյուսություն, եկեղեցաքաղաքական մաքարման գրականություն և վերածնության գրականություն։ Մի կողմ թողած առաջին շրջանը, որը վերաբերում է հին բանահյուսությանը, ապա բուն գրականությունը իր զարգացման ընթացքով երկու մեծ շրջանի բաժանելով, նա այդ շրջաններից ամեն մեկում համապատասխանաբար ընդգրկում է 1923 թվականի խմորատիպ համառատագրության մեջ դրված դարերի գրականությունը։ Մեր կարծիքով հայ հին գրականության, ամբողջ 5-ից 18-րդ դարերի գրականության պատմությունը իր զարգացման բնույթով այսպիսի երկու մեծ շրջանների բաժանելը չէր կարող ճիշտ ներկայացնել շատ դարեր տևած գրական պատմական պրոցեսը։ Աբեղյանի մոտեցումը գիտական է, երբ նա պարբերացման հիմքում դնում է բուն գրականության բովանդակությունը ներկայացնող երևույթները։ Այսպես, նա մեր 5-ից 10-րդ դարերի ամբողջ գրականությունը համարում էր եկեղեցաքաղաքական մաքարման գրականություն, մի բան, որը լրիվ պատկերացում չի տալիս գրական պատմական բուն իրողության մասին։ Մեր կարծիքով ընդունելի չէ նաև, երբ վերածնության շրջան վերնագրի տակ ներկայացվում է 11-ից 18-րդ դարերի գրականության երկարատև շրջանը։ Դժվար է ընդունել, որ հայ վերածնությունը սկսվել էր 11-րդ դարում, այն էլ այնպիսի մատենագիրների գործերով, որպիսիք էին Գրիգոր Մագիստրոսը և Արիստակես Լաստիվերցին, և այնպիսի մի ժամանակամիջոցում, երբ վերացել էր հայ պետական անկախությունը, ճնշվել էր թոնդրակեցիների աղանդավորական շարժումը և երկիրը մատնվել էր սելջուկ թուրքերի ավերածություններին։ Հայ կյանքում արվեստների, հատկապես ճարտարապետության ու գրականության վերածնությունը սկզբնավորվել էր ավելի առաջ՝ 10-րդ դարում, հարյուրամյա խաղաղության շրջանում, որի տրադիցիաները, անշուշտ, շարունակվում էին 11-րդ և հետագա մի քանի դարերում։ Սակայն չպիտի մոռանալ գաղափարական հոսանքների, առաջավոր և պահպանողական հոսանքների գոյությունը նաև այդ շրջանում և նրանց միջև գոյություն ունեցող սուր պայքարը։ Դեռ դարի սկզբին, երբ շարունակվում էին խաղաղությունը և տնտեսական զարգացումը, վերածնության հակառակ, եկեղեցական հետադիմությունը իր արտահայտությունը գտավ Ստեփանոս Ասողիկի տիեզերական պատմության մեջ, իսկ Մագիստրոսը և Լաստիվերցին թեպետ վերածնության դարաշրջանի մշակութային գործիչներ էին, բայց նրանց, մանավանդ Լաստիվերցու, հայացքները առաջավոր բնույթ չունեին։ Իրականում, Լաստիվերցու պատմության մեջ առանձնապես որակ կազմել ու ընդգծված կերպով արտահայտվել այն հոռի մտայնությունը, ըստ որի երկրին հասած բոլոր դժբախտությունների պատճառը ժողովրդի գործած մեղքերն են։ Որքան էլ տարօրինակ է հայ մարդու համար, Լաստիվերցի պատմիչը թեպետ ողբում է երկիր ներխուժած թուրք բարբարոսների գործած ավերածություններն ու կոտորածները, բայց և կրոնական բարոյախոսությունից ելնելով, տեղին է համարում այն ժամանակվա ծաղկուն քաղաքների՝ Անի, Արծն և այլն կործանումը։ Այսպիսի պարագայում հասկանալի է, վերածնության սկզբնավորողի պատիվը չի կարելի վերագրել նրան։ Սովետական տարիներին հայ հին գրականության գիտական պարբերացման երկրորդ փորձը կատարել ենք մենք՝ Հայ գրականություն դպրոցական ձեռնարկի Հայ հին գրականություն բաժնում։ Այդ ձեռնարկը լույս տեսավ Արմ Ֆանի հրատարակությամբ 1940 թվականին։
Այնտեղ մանկավարժական որոշ նկատառումներով գրականության պարբերացման շրջանները ավելի մեծ ժամանակամիջոցներ են ընդգրկում, քան ներկա գրքում, բայց պարբերացման սկզբունքները նույնն են։ Ինչպես հին գրականության բոլոր պատմաբանները, այնպես էլ մենք գործի առաջին բաժինը հատկացրել ենք հին ժողովրդական բանահյուսությանը, իսկ բուն գրականության պատմությունը սկսել ենք 5-րդ դարից։ Նկատի առնելով գրականության և մշակույթի ընթացքի էությունն ու առանձնահատկությունները բնորոշող ցուցանիշները և այդ ցուցանիշները պայմանավորող հասարակական քաղաքական հանգամանքները, առաջադրում ենք հին գրականության պատմության ընթացքը ներկայացնող այսպիսի կառուցվածք. Հայ գրականությունը 5-րդ դարում, այնուհետև 6-ից 9-րդ դարերում, 10-րդ դարում, 11-ից 12-րդ դարերում, 13-ից 16-րդ դարում, 17-ից 18-րդ դարերում։ Սրանց վերջում հարկ կլինի ավելացնել ևս մի հավելվածային բաժին՝ հայ հին գրականության նշանակությունը հայ նոր ու սովետական շրջանի գրականության զարգացման համար վերնագրով։ Ինչպես կարելի է նկատել, օրինակ, մեր պարբերացման մեջ 5-րդ դարի գրականությունը իբրև առանձին մաս բաժանված է 6-ից 9-րդ դարերի գրականության շրջանից։ Բանն այն է, որ մեր կարծիքով 5-րդ դարի հայ գրականությունը հիմնականում աշխարհիկ քաղաքական և ոչ եկեղեցական քաղաքական պայքարի գրականություն էր, որը ներկայացրել են մեր դասական պատմիչները՝ Փավստոսը, Խորենացին, Եղիշեն ու Փարպեցին, որոնք էլ իրենց գործերի գիտական ու գրական արժանինքներով մնացին անկրկնելի ամբողջ միջնադարի ընթացքում։ Իրականում կրոնադավանաբանական պայքարի գրականությունը, դավանաբանական սխոլաստիկական գրականությունը իշխող դարձավ և իր կնիքը դրեց բանաստեղծության, որոշ չափով նույնիսկ պատմագրության վրա հաջորդ մի քանի դարերում, մինչև Վերածնության սկզբնավորումը։ Հասկանալի է, որ այս մեկ թռուցիկ նշումով նպատակ չունեինք հին գրականության պատմության հիշյալ երկու փուլերի առանձնահատկություններն ու դրանց պատճառականությունը որոշել։ Այդ բոլորը արվում են ինչպես այս, այնպես էլ մյուս մասերի ներածականներում, ընդհանուր ակնարկներում։ Հայտնի է, որ հայ հին գրականության հեղինակների ու առանձին հիշատակարանների շուրջ ժամանակի ընթացքում արտասահմանում և մեզ մոտ ստեղծվել է ահագին վիճաբանական բանասիրական գրականություն։ Այդ գրականությունը մեծ մասամբ վերաբերում է պատմիչների կյանքի ու ապրած շրջանի հետ կապված մութ հարցերի լուսաբանմանը։ Քանի որ նման բնույթի խնդիրների մեծ մասը լուծված են, այսինքն ժամանակի ընթացքում պարզվել են, բանասերների արտահայտած կարծիքներից որն է ճիշտ, որը սխալ, մենք ավելորդ համարեցինք ամեն մի առիթով անդրադառնալ այդ մեծ մասամբ անհիմն ու հնարովի վեճերին ու դրանցով ծանրաբեռնել գիրքն ու ընթերցողի հիշողությունը և ցրել նրա ուշադրությունը տվյալ հեղինակի գործերի պատմական ու գեղարվեստական արժեքին վերաբերող հարցերից։ Վերջում հարկ ենք համարում ավելացնել, որ այս աշխատությունը գրելիս օգտագործել ենք հայ հին գրականության վերաբերյալ 1938 թվականից ի վեր մեր գրած հոդվածներն ու ուսումնասիրությունները, մանավանդ Մովսես Խորենացի և Գրիգոր Նարեկացի մենագրությունները։